Այսօր մի քանի ժամից կունենամ իմ վերջին ուտելիքը, Սուրբ Ծնունդի ընթրիքը, որից հետո 5 օր, ամսի 7-ից 11-ը պատրաստում եմ անեմ ծոմ։ Ձեզանից բավականին շատերը ցանկություն են արտահայտել միանան ծոմին, որը որ ինձ ահավոր ուրախացնում է, որովհետև եթե հիշողությունս չի դավաճանում, սա գոնե 3-րդ տարին է, այդպես նոր տարի է, որ ես անում եմ ծոմ ու հայտարարում եմ դրա մասին ու ամեն տարի զգալի չափով ավելանում է ինձ միացողների թիվը, իրոք ինձ շատ է ուրախացնում, դա որովհետև ես իմ անձնական օրինակի վրա գիտեմ, թե դա ինձ ինչքան մեծ օգուտ է տալի, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտքի մաքրության հետ կապված, ու իրոք շատ ուրախ եմ, որ իմ ազգը գնալով սկսում է տեղ տալ այս ծոմապահությանը։ Ուրեմն առաջինը սկսենք, թե ում չի կարելի ծոմ պահել, որովհետև այնպես չի, որ բոլորի համար է սա։ Հղի կանանց, կերակրող մայրերին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, օրինակ ես կոնկրետ գիտեմ, որ դա առաջի տիպի դիաբետներին չի կարելի։ Կարճ ասած, եթե ունեք լուրջ առողջական խնդիրներ, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, նոր ձեր որոշումը կայացրեք։ Սկսնակներին ես խորհուրդ եմ տալի, որ սկսեք 1 օրով, 1, 2, մաքսիմում 3 օր, եթե տեսնում եք մոտներդ լավ է ստացվում, բայց եթե ընդհանրապես չեք արել, եկեք անենք օր ու կեսվան, 36 ժամ, այսինքն եթե այսօր երեկոյան ձեր սնունդը ընդունեցիք, հաջորդ օր ամբողջ օրը մի ընդունեք եւ մյուս սնունդը արդեն կգա այն մյուս օրը, որը որ կդառնա 36-ից 40 ժամ, որը որ արտակարգ արդյունք է, հավատացեք ինձ, ես էլ երբ որ սկսել եմ 1 օրով եմ արել, իրականում իմ սկիզբը այս ամեն ինչի սկսեց շաբաթը 1 օր անելով, հետո արդեն որ դա լավ էր ստացվում, հետո 2 օր, 3 օր, 5 օր, 7 օր, 9 օր, սենց մինչև 21 օր հասցրեցի։ Շատ կարևոր է, որ ձեր այդ վերջի սնունդը օգտագործելուց հետո մաքրեք ձեր սարքային համակարգը, այսինքն սնունդը օգտագործելուց գիտեմ ինչ-որ որոշակի ժամեր հետո, 5-6 գոնե ժամ հետո, որ այդ ամեն ինչը մարսվի, շատ հետարքիր ձև է գերշակի յուղով այդ մեր տարիքային համակարգը մաքրելը, ուրեմն վերցնում եք 4 հատ ապելսին, քամում եք այդ ապելսինի սոկը, հյութը, կախված թե դուք ձեր քաշը ինչքան է, օրինակ իմ քաշը մոտ 100 կիլոգրամ է, ես 100 միլիգրամ սրանից խառնում եմ այդ 4 հատ ապելսինի հյութին եւ խմում եմ։ Ինքը մի փոքր տենց անդուր է խմվում, այնպես չի որ տենց շատ հաճելի է, բայց այնպես էլ չի որ անենարին է խմել։ Դրանից հաստատ շատ ավելի դժվար բաներ ենք օգտագործել, այնպես որ բավականին նորմալ է այդ օգտագործման process-ը։ Ուղղակի դա օգտագործելուց հետո այնպես պլանավորեք ձեր առօրյան, որ գոնե, չգիտեմ, 6-7 ժամ տնային պայմաններում լինեք, որտեղ շատ հաճախակի պետք է անեք օգտագործելու։ Իհարկե բոլորիս ֆիզիկական մարմինը տարբեր է, կարող է մի քանի ժամ լինի, կարող է ավելի երկար լինի, այնպես որ մի փոքր ձեզ sense երկար պատուհան տվեք, ձեզ տանը լինելու։ Նայեք, շատ են ինձ հարցնում խորհուրդներ, թե ոնց նախապատրաստվեն, որպեսզի կարողանան այս ծոմը պահեն։ Ուրեմն դիետայի հետ կապված ինչքան էլ ձեզ խորհուրդներ տամ, մեկը շատ դժվար է լինելու։ Եկեք հենց հիմա դա հասկանանք միասին, որովհետև դժվարությունը հաշ չուտելու հետ կապված, սով պահելու հետ կապված, դա հոգեպես է, ոչ թե այդքան ֆիզիկապես։ Իհարկե օգնում է ճիշտ դիետայով մի քանի օր առաջով նախապատրաստվել, բայց ցանկացած դեպքում դա պետք է հաղթահարեք, այդ դժվարությունը պետք է հաղթահարեք։ Ուրեմն ես ոնց եմ հաղթահարում դա։ Սարքում եմ sense ինչ-որ մի խաղի պես հետաքրքիր արարողություն։ Ես իրականում երբ որ արդեն պատրաստվում եմ այդ ծոմը սկսելուն, հավատացեք, sense բավականին sense ուրախ սպասում եմ այդ օրերը երբ է գալու, որովհետև դե նախ գիտեմ թե հեսա ինչքան լավ եմ զգալու։ Հետո ոնց ասացի, որտեղ իրան սարքում sense ինչ-որ խաղի պես մի բան։ Ամենակարևոր բաներից մեկը, որ ձեր հետ ուզում եմ կիսվեմ, դա այդ Հեռնան Կորտեզի մեթոդն է կոչվում, դա իրանից ինչ է ներկայացնում, երբ որ այդ իսպանացի կոնտեստադոր այդ Հեռնան Կորտեզը գալիս է այդ միգվա Մեքսիկայի հատվածը գրավելու, այդ նավերով որ իջնում են, հրամայում է, որ իր բոլոր նավերը այր են։
ինչու՞ էր դրա իմաստը, որպեսզի իր զինվորները հասկանան, որ հետադարձի ճանապարհ չկա, այսինքն կամ հաղթանակ կամ մահ, հա։ Ուրեմն նայեք, ցանկացած sense լուրջ ինչ-որ կյանքում մի բան որ սկսում եք, երբ որ գիտեք, որ շատ դժվար է լինելու, շատ կարևոր է, որ փորձել արտահայտությունը չլինի, այսինքն այդ փորձելու մտքով չսկսեք, որովհետև եթե որոշեցիք փորձեք, ես դες հենց հիմա 100% ասում չի ստացվելու դա։ Սով այնքան ինքը լուրջ երևույթ է, որ ձեր մարմինը, ձեր էգոն հաստատ գտնելու է ձևեր ձեզ համոզելու, որ դուք կիսաթողնեք եւ ուտեք։ Գլխացավերից սկսած, չգիտեմ, այնտեղ եթե որոշել եք օրինակի համար եմ ասում, 5 օր անեք, 2-3 օր պահելուց հետո, ասենք ձեզ համոզելու է, որ դե մալադես, նայեք ինչքան եք պահել, եկեք կիսա թողեք, ու սենց բաներ, սա մտքի խաղ է, սա ցանկացած կախվածություն ունեցողի սովորական երևույթ է։ Իսկ եկեք հասկանանք, որ մարդկությունը սենց 100% մենք բոլորս տառապում ենք կախվածությունից, այդպես բան չկա, որ այն մեկը կախվածության խնդիր ունի, մյուսը չունի, որովհետև հենց պարզ օրինակ է, հենց հիմա որ սկսենք հաշ չուտել, բոլորդ կտեսնեք, թե ինչքան կախվածության խնդիր ունենք, հա։ Ուրեմն չենք փորձում, ժողովուրդ ջան, անում ենք։ Նախորդ որոշեք սենց ռեալ ինչ-որ օրեր ձեր համար որոշեք, թող լինի 1 օր, թող լինի անգամ կես օր, եթե 1 օրն էլա ձեր համար քիչ, 2 օր, 3 օր, 5 օր, գիտեմ, որ մարդ կա ինձ գրել էր, որ 21 օր անելու, մեր հետ սկսելու է, բայց ինքը շարունակելու է, թող լինի 21 օր, բայց փորձել չլինի, որոշում ենք ու անում ենք։ Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, որ ցանկացած դեպքում, եթե ինչ-որ չգիտեմ, շատ ծանր եղավ, եթե թուլություն զգացինք, եթե ասենք ֆիզիկապես զգացինք, որ խնդիրներ կա, մեկը ուտելու ենք։ Բայց այդ եկեք հասկանանք ու մոռանանք, հա։ Դա հասկանանք, որ ցանկացած դեպքում, եթե վաղ եկավ կուտենք, ու եկեք մոռանանք դրա մասին։ Ու արդեն խոսալուց, ասելուց, թե ինքներս մեզ, թե ուրիշներին հայտարարելուց, մենք չենք փորձում, մենք անում ենք։ Հետ ճանապարհ չկա, պորտեզի նման մեր նավերը այրում ենք ու գնում ենք առաջ։ Տեխնիկաներից, որ ինձ շատ է օգնում, դա այդ իմ աղոթքն է, հա, այդ աղոթքն մեդիտացիա, որովհետև ես ինքս ինչ եմ անում։ Եկեք իմ տեխնիկայով կիսվեմ ձեր հետ, եթե կօգնի ձեզ օգտագործեք։ Ես ինքս ինձ սենց մի հատ սենց գիգանտ, սենց տիեզերքի պես մի բան եմ տեսնում, միլիարդավոր սահմանափակ գիտակցություն ունեցող սենց բջիջներով, այսինքն էություններով, սենց ամենուրեք, ու այս էությունները 24 ժամվա ռեժիմով անխափան մեքենայի պես աշխատում են, որպեսզի այս գիգանտ տիեզերքը կարողանա այս փորձառությունն ապրի, արթնանա, տեսնի, սիրի, չգիտեմ, հիասթափվի, աշխատի, պարապի, ուտի, խմի, այն ինչ որ այս սաղ փորձառությունը, որ ես կարողանում եմ ապրեմ, դա իր շնորհիվ այս միլիարդավոր փոքր գիտակցություն ունեցող բջիջների, որոնք որ 24 ժամվա ռեժիմով առանց հանգստյան օրեր վերցնելու աշխատում են, որ ես կարողանամ այս փորձառությունն ապրեմ։ Ու տարվա մեջ մի քանի անգամ գալիս է ժամանակ, որ ես այդ իմել այդ աղոթքի մեդիտացիայի միջոցով այդ նույն այդ գիտակցություն ունեցող սահմանափակ էություններին հայտարարում եմ իմ երախտապարտությունը, իրոք սրտանց, ու առաջարկում եմ, որ հիմա էլ ես եմ ինձ նեղություն տալու այսքան ժամանակահատվածով ու իրանց հանգիստ եմ տալի, որպեսզի իրենք իրենց ապաքինեն, որպեսզի հանգստանան, որ հետո էլի մնացած հատվածը կարողանան էլի այդ անխափան մեքենայի պես աշխատեն, որ էլի ես կարողանամ շարունակեմ ունենալ այս փորձառությունը։ Հասկանում եք ժողովուրդ ջան, այս ասածս մտքի իմաստը, արդեն ոչ թե ձեր ծոմը դառնում է ձերը կամ չգիտեմ ումը, որ ձեր կողքի էությունից հայտարարել եք, արդեն դուք ոնց որ խոսք եք տալի այս միլիարդավոր էություններին, արդեն եթե ժամանակը եկավ ուտել չուտելու, որովհետև հաստատ գալու է, հատկապես առաջի 1-2 օրը շատ է լինելու, որ շատ եք դժվարություն ունենալու, հայ-հայա ուզենալու եք ուտեք կամ չուտեք, այս պահ կարևոր է, որ ախպեր այսքան էությունների խոսք ենք տվել, հա, եկեք լավ ձգենք, չուտենք։ Ուրեմն այսքան պահով, այս մեր մակրո տիեզերքի հետ կապված, իհարկե նույնատիպի աղոթքեր ունենում եմ արդեն դրսի հետ կապված, արդեն իմ Աստծո հետ կապված,
էլի որպես իմ երախտապարտությունն ամեն ինչի համար, որ ես ունեմ, ցանկացած աղոթ, ցանկացած մեդիտացիա խորհուրդս ձեզ միշտ սկսեք երախտապարտությամբ, հա, ոչ թե միշտ ուզելով կամ բողոքելով կամ վախենալով թե խիասենց, այլ միշտ բան գտեք, որի համար երախտապարտեք։ Այդ թեմայից դուրս ուղղակի խորհուրդ։ Արդեն ես իմ Աստծու հետ, արդեն ոնց որ ես իմ ներսի տերությունների հետ շփվելուց հետո, արդեն իմ Աստծու հետ, իմ ավելի մեծ Աստծու հետ շփվելով, էլի արտահայտում իմ երախտապարտությունը, որպես ոնց որ այդ երախտապարտություն ես առաջարկում եմ ասես մատաղի տեսքով, այս իմ ծոմը։ Արդեն նայեք, համ դառնում ասես կոնտրակտ, համ ներսի աշխարհի հետ, համ արդեն իմ Աստծու հետ։ Այդ ամեն ինչը ինձ ուժ է տալի, ժողովուրդ ջան, որպեսզի ես կարողանամ այդ ծոմը անեմ։ Ուժ տալուց բացի բավականին օգնում է, հավատացեք ինձ։ Արդեն նույն այդ ներսի այդ բջիջային համակարգերը, որոնք որ պետքա տրվեն պանիկայի, երբ որ դուք սոված լինեք, որտեղ իրանց թվալու թե սովա դուք մահանում եք, իսկ եթե դուք մահանաք ինքն էլ իրենք էլ են, չէ, վերանալու, իրանք արդեն ամեն ինչ անում են, որպեսզի դուք ունենաք այդ գլխապտույտը, այդ սովը, այդ պանիկան, ասես կարճ ասած, հա, որպեսզի ամեն ինչ անեք, որպեսզի սնվեք։ Իսկ արդեն որ իրանց հետ շփվում եք, որ իրանց բացատրում եք, որ սա այն սովորական են պապենական եկացած սովը չի։ Սա ուղղակի ես, որ տուն ամեն ինչ կա ուտելու, բայց ես գիտակից որոշում եմ կայացրել, որ ձեզ հանգիստ տամ, մաքրվեմ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտքով։ Պատկերացրեք այն օրը, որը որ արդեն վերջացրել եք։ Պատկերացրեք այդ զգացողությունը, որ կզգաք, երբ որ ձեր այդ կարևորագույն, դժվարագին այդ որոշումը, որ կայացրեցիք, ինքներդ ձեզ հաղթեք, հա, ձեր մեջի սովը հաղթեք, արդեն հաղթեցիք, վերջացրեցիք։ Պատկերացրեք ինչքան լավ եք զգում այդ բանը արդեն ֆիզիկապես, ինչքան ձեզանից գոհ եք, որ այդ ձեր ասածը կարողացաք ասել եւ անել։ Այս 5 օրվա ընթացքում, ամեն օրվա ընթացքում ես այս տիպի մտքերով ձեր հետ կկիսվեմ, ամեն օրվա ընթացքում ուզեմ միասին արդեն որ սկսենք, արդեն որ հաղթահարենք, արդեն որ ոնց որ ասես մեր մարմնի, մեր էմոցիաների, մեր մտքի ղեկը վերցնենք մեր ձեռքը, կուզեմ միասին տեխնիկաներ օգտագործելով, միտք օգտագործելով, ուշադրություն օգտագործելով պլանավորենք մեր 2026, որովհետև եկեք չմոռանանք, որ այս ամեն ինչի հիմքում, բացի ես մաքրվելը, առողջանալը, նիհարելը, շատ մի հատ ուրիշ կարևոր բան կա, էլի։ Ուզում ենք այս 2026 ուժեղ սկսենք, դրա համար ենք ես անում։ Այսօր երևի այսքանը, չեմ ուզում շատ երկար լինի այս վիդեոն, բոլորիդ, ով հարցեր ունի, ժողովուրդ ջան, գրեք անձնական, ես խոսք եմ տալի, որ այս օրերի ընթացքում ինչքան հնարավոր է, ես իմ ժամանակը, էներգիան կդնեմ, ձեր հետ կշփվեմ, իմ փորձով կկիսվեմ, ինչքան կարողանամ կմոտիվացնեմ, եկեք միասին անենք, ժողովուրդ ջան, եկեք իսկականից բան անենք, էլի ասենց ընդհանուր հավաքվենք, մենք մեզ հաղթենք, ու մեր այս 26-ը մի հատ հզոր ձևի պլանավորելով գնանք ու արարենք։ Լավ մնացեք։